Բոլորին հետաքրքիր է տես ոնց եմ ամրացնում ես իմ գլխինը։ Ամերիկացիներին դժվար է բացատրել էդի։ Գնում եմ ջիմ, հրավերության, տեսնենք տեղ կա թե չկա։ Ջիմից զբաղված է։ Իմ ջիմը ինչքան եմ արել։ 1.53 մայլ, այլ 15 կիլոմետր ինչքան է։ 175 կալորի եմ վարել։ 30 րոպե ուրիշ։ Այս եմ այստեղ գինիների պակեջն է ու այստեղ նաև հայկական գինիներ էր գրված։ Նայեք էսա։ Armenian, այս հայկական են, Vayot Zor, Armenian։ It's working as well. No, we're waiting for it. Դու ասեցիր wake up, ինքը դիքավ հասկացար, նա դիքավ է քեզ բերելու։ Okay, ես իմս կտամ քեզ, մի մտա։ Ամեն ինչը դարձ ես ասում։ Դու ասեցիր wake up coffee, ինքը հասկացար դիքավ coffee։ Դիքավ բերելու։ Հա, գնաց բերելու։ Իմ կոֆեն է գնա արդեն։ Մամա նոմա կաֆե։ Ու դու չես պատկերացնում, ես նուշանիր եղի խոսալուտը։ Մի բան ասում ես, իրանք ուրիշ բան են հասկանում։ Լավ սպիտյան։ Ես երևի տարբեր բաներ վերցնենք, էլի որ կիսենք։ Դեք վերցնենք, կիսենք մի քիչ։ Ես բան եմ վերցնելու, սալմոնը, smoked salmon եմ վերցնելու։ Հետո փրվեյ եմ վերցնելու։ Անպայման, հետո։ Այնքան ուշ եմ բերում, կոֆեշ պրտոնումա նոր եմ բերում։ Ինչպես մի։ Պոմիդորի հյութ, առավոտյան։ Շատ է սազում է, ինչ աղը։ Կոֆեշ աստեն չեմ տվել, բայց կոֆեշ չեմ խմում, որտեղ դարն է։ Ինչով հետը բան չբերեն չեմ կարող խմում։ Thank you. Վերջապես։ Այս այն բեկումները։ Ոչինչ, մատը չի, բայց նենց չի, որ շատ լավն է։ Ասես նյութը հետ աղալը։ Ես պրվեյ վերցրել եմ։ Որովհետև դու սպեշլ բան վերցրեցիր, սպեշլներ է տալինում։ Ռեգուլեր վերցնեիր։ Սա իմը կպերից կտեսնենք տարբերությունը։ Այս պրվեյ ամենասիրածս է։ Նայ, մեջը ամեն տեսակի կոնեկտ ենք սիրում։ Այ հիմա խմբում եմ կոֆե, թե չէ բերեց դրեք են կոֆեն ասնան խմի։ Ես սովոր չեմ առանց կոնֆետի, առանց ինչ-որ մի բանի։ Արի ես ամերիկացիներին բացատրի, թե գլխից բանը ես ոնց եմ ամրացրել։ Ամբողջ նավով քայլում եմ, բոլորը հասնում են։ Ոնց ես ամրացրել գլխից։ Այ ախպեջան, նորմալ։ Հայ ենք, մի ձևով ամրացրել եմ։ Բոլորին հետաքրքիր է տես ոնց եմ ամրացնում ես իմ գլխինը։ Ամերիկացիներին դժվար է բացատրել էդի։ Տելես վերցրեցի, սա կարակ էր ոնց որ։ Ինձ թվաց, բայց քաղցրություն էլ ուներ, չհասկացա ինչ է, այս մի հատ կոտեմ նոր ջոգեմ ինչ է։ Հավայան կղզիներից այս երկու կանայք աշխատում են նավում, անցյալ անգամվա մեր հավայան կրուզում են իրենք կային և տարբեր տիպի հետաքրքիր բաներ են սովորացնում հավայան բնիկներից։ Հիմա օրինակ սովորացնում են, թե ինչպես պետք է կապել այդ քավրափերը, ծովափնյա այդ ծածկոցները և ինչպես են դա անում հավայան կղզի բնակիչները, բնիկները։ So it's like half of a whale.
and then they just went and sewed it, like left room for me to walk in, and then a piece up here, an opening here so I could tie my knot, but it's a one piece. So this is simple too, it's something that you could wear. Or sew, for those of you who sew, you know, it's just sewing it right down the middle, leaving an opening to tie and leaving an opening to walk. And there you go, ta-da. Ստեղել ուրիշ խաղա, չեմ հասկանում, ինչ-որ տարբեր բաներ են անում, էլի, որ մարդիկ միտեղ չկուտակվեն, ամենտեղ մի հետաքրքիր միջոցառում կազմակերպում են, երկու վեսկան խմբով մարդկանց համար, վերևում կա, տախտակամարտում ինչ-որ հետաքրքիր բաներ կա, ստեղ կա, դահլիճում կա, թիեթրում, մեծ սրահա, Red Frog սրահ կա, ընդեղ հավայան ինչ-որ ստայլով cover up-երն էին սովորացնում ինչպես կապել ծովափում գնալուց։ Մի խոսքով է սա էլի, տեսնում եք ինչ է կատարվում, ամենտեղ ինչ-որ մի բան, ինչ-որ մի հետաքրքիր միջոցառում։ Այսօր երրորդ տորն է, եղանակը մի քիչ տաքացավ, դեռ քամի է, դե վերևում միշտ քամի է լինում, քանի դեռ նավը շարժվում է, բայց ընդհանուր եղանակը տաքացել է։ Ու արդեն մարդիկ մի քիչ արև են տեսել ու դուրս են եկել, արդեն տեսեք բան արև են ընդունում։ Սենց նայեք ինչ վիճակ է նավում, կարծեմ մի օր էլ ունենք, երկոր, նոր հասնելու ենք տեղ Հավայի։ Բավական երկար ճանապարհորդություն է այս համարվում։ Ամենտեղ երաժշտություն է, կամ ստեղել է մատորի դեն նա գալիս, հեշտ չի նկարել է, հանգիստ տեղ գտնես, որ նկարես։ Ծովը նայում հետևում, օվկիանոսը։ Այս աստեղից կանգնեմ, դրանք նկարեմ, նորմալ։ Այսօր մեր երրորդ տորն է, արևը ոնց անգնում, այդ հարմար լինի։ Այս մասում մետրերի փուլն է, բայց հավանաբար ջուրը դեռ սառն է, դրա համար մարդ չկա մտածել, միշտ գոնե մի գիժ լինում է, էլի մտնի։ Այն ջակուզիում մտնում են։ Լավ մեծ ջակուզիներ են ստեղինը։ Բայց այս նավը չունի փակ փուլ։ Այն Royal Caribbean-ը փակ լողավազան ուներ։ Այս զույգը պրոֆեսիոնալ պարոսիստներ են իրենք և նավում աշխատում են որպես պարեր սովորացնող, տարբեր պարեր են սովորացնում, սկսած վալս, տանգո, չա-չա-չա, սալսա, տարբեր տիպի պարեր, մարդիկ սովորում են, պարում են իրենց հետ, զվարճանում, ուրախանում, ես էլ փորձեցի։ Another thing you want to be aware of is that I'm rocking in line with my other foot. I'm staying close to my other foot. I typically want to be no more than one step away. So if I pause for a moment and I turn my feet are about shoulder width apart. That's a good distance for your rock step. If I turn back again, you notice that's where my feet basically stay in that rock step position. This is a good length to do a rock step. If it's too close, it's hard to balance. But if it's about shoulder width apart, that's good. And if you want to check your width of your rock step, again, stop your feet when you're at in the rock step. Սա իմ ամենասիրելի միջոցառումներից մեկն է նավի վրա, արդեն ասել եմ, որ կարնիվալը իր երկարատև կրուիզներում միշտ ունի այս միջոցառումը։ Սրանք դասախոսություններ են, որոնք վարում են պրոֆեսիոնալ բնակետ ճանապարհորդները։ Գրելանդիա գնալուց մենք այսպիսի դասախոսությունների ներկա եղանք և այդ դասախոսությունները հիմնականում Գրելանդիայի մասին էին, այնտեղ ապրող բնիկների մասին էին, կենդանական աշխարհի, կետերի
եւ այլն։ Ալյասկա գնալուց մենք լսեցինք այս դասախոսությունները, որոնք այս անգամ Ալյասկայի բնակիչների մասին էին, ռուսական Ալյասկայի մասին, այնտեղ ապրող կենդանիների, հրաբուխների, երկրաշարժերի, բուսական աշխարհի, կետերի, արջերի մասին։ Եվ քանի որ հիմա Հավայան կղզի են գնում, բնականաբար դասախոսությունները Հավայան կղզիների թեմայով են լինում։ Այստեղ ապրող բնիկների մասին, տարբեր ծովային կենդանիների, դելֆինների, կետերի, հրաբուխների մասին, որ այստեղ շատ հաճախ են լինում։ Այսօրվա միջոցառում դասախոսությունը մեդուզաների մասին է, թե նրանք ինչ տեսակի են լինում, Հավայան կղզիներում կոնկրետ ինչ տեսակի մեդուզաներ են հանդիպում, ինչպես վարվել, երբ պատահական կպել եք, հպվել եք մեդուզային կամ մեդուզան ձեզ խայթել է, ինչ անել այդ ժամանակ։ Ամբողջ լեկցիան անիմաստ է, որ ես դնեմ, պարզապես փոքրիկ հատվածներ կդնեմ, կտեսնեք, որ ընդհանուր պատկերացում կազմեք, թե ինչպես է անցնում այս դասախոսությունները, մնացածը կկրճատեմ, որպեսզի դանդրալի չլինի նայելը ձեր համար։ Very powerful venom. This is something you, again, this will ruin your day. This will ruin your vacation. This will probably ruin your life. There are a couple of steps that you should take. The first is you're going to want to carefully remove any stuck tentacles, ideally with some fine tweezers. This is the hardest step. This is the most difficult step because if you get stung by a jelly, your very first instinct is going to be to take your hand and smack it away. You're going to have to fight that instinct. That is one of the worst things you can do because when you take your hand and you smack that jelly tentacle away, your hand is going to trigger more of those nematocysts to fire. So now you're stung on your arm, maybe on your arm. You are now also stung on your other hand. So if you need to get the jelly off of you, resist that urge to just smack it off yourself. Find some tweezers, find a stick, find a towel, something that you can rub that off that is not your own hand. Like I mentioned, that's going to be the most difficult part of all of this. So they're not going to trigger more nematocysts to fire. So cold water can trigger that nematocyst to fire. If you pour cold water on that sting, sometimes it freaks out the nematocyst and it causes it to trigger again, and it might make the situation worse. So hot water, if you have it. If you don't, bottle of vinegar. You can get a small bottle of vinegar for like 98. Այն բուրգեր եմ վերցրի առանց հացի, միսը։ Նրանք շատ լավ են պատրաստում, տեսա։ Այս շրիմպները ինչպես միշտ ինձ իրաց։ Այս ուրիշ շատ բան չեմ վերցրել։ Ուղղակի տեղը սա շատ լավ։ Չկարելի է երկար նստել, հետո սուրճ վերցնել։ Ինչ չէ որ այդպես հարմար տեղ ալինում։ Առանձին հանգիստ։ Նկարում եմ լանչա, քանի որ այնտեղ ավեկա, բայց թողնեմ, ամեն անգամ չեմ կարողանում նկարել ստեղ։ Մարդիկ շատ ավելի էին, քան այն հանգստներում։ Այս ընդամտերքներն են կտրատած, որոնք դուք կարող եք ձեր սալատը պատրաստել։ Ասա դրեսինգները տանդր տեսակի։ Չեմ կարծում, որ ինչ-որ մարդ սոված մնաց տեղ, սալատը որ հաստատ կգտնի։ Այս իմ ամենասիրելի սլատքն է, Germany chocolate. Snickersի, կոնֆետ մարսի, բաունտի, պերֆարնոտան։ Կեքերի տեսակներն է։ Caramel cake, կարակը միշտ կա, վշկերը նայեք, շատ լավ, կտրատած և Իշկը ծուպիվարը իմ ամենասիրելին է, դառնալու։ Վերմիշերով պլատ է, այդ մի քիչ լոբիներ կտար։ Steam rice. Այս կողմել է, նույն բանը, կրկնվում է։ Դա իմ կոֆեն ու իմ Germany cake-ը։ Սենյակը հավաքեցին, վերջապես։ Այսօր էլ չգիտեմ ինչ ադրե։ Այսօր ինչ-որ ծովային էլի կենթանի ադրե։ Հալա մկի տեղ չենք դնի այսօր։ Թե չէ երեք ասում էինք մուկ ախ, տղեն ասում է ես մուկ չեմ դրել, ձուկ եմ դրել։ Պատկերացրեք մենք այս անգամ ունենք պատուհան։
Բայց սենյակում այնքան քիչ ենք մնում, որ մենք չունենք այս պատուհանը, մեր համար մեկ ասկի պատուհանից չենք նայում դուրս։ Ամբողջ օրը մենք նավի միջի միջոցառումներին ենք մասնակցում։ Այսա պատուհան կա ինչ։ Այդ տարբերություն, երբ որ ես սենյակում չեմ։ Նույնն է, երբ որ մենք բալկոն ունենք, հաճախակի ունեցել ենք բալկոն։ Հիմա Ճապոնիա կարող է գնանք, ու այդ Ճապոնիային ես վերցրել եմ բալկոնով։ Սինգապուր պիտի գնանք, ու այդ Սինգապուրն էլ եմ ես վերցրել բալկոնով։ Բայց վստահ եմ, որ մենք սենյակում այնքան քիչ կմնանք։ Չնայած ով գիտի, այդ երկարատև ճանապարհորդությունների ժամանակ կարող է ստիպված լինենք մի քիչ գոնե նստենք բալկոնում։ Իսկ սենց ժամանակները նավի միջի միջոցառումները հետաքրքիր բաները այնքան շատ են, որ իմաստ չունի ես նստեմ սենյակում, թեկուզ բալկոն ունենամ, թեկուզ պատուհան։ Արևոտ, սիրուն, պայծառ սենյակ է մեր սենյակը այս անգամ։ Ամբողջ օրը արևը մեջ է, ջուրը շատ մոտ է այստեղից, հիմա ուղղակի արև ընկած է, ջուրը կարող է լավ չի երևում նկարելուց, բայց քանի որ երկրորդ հարկում ենք, այս տպավորությունը այս է ջուրը, օվկիանոսը։ Պատուհանն էլ բավականին մեծ է։ Անցյալ անգամ բալկոն չունեինք, պատուհան չունեինք Բերմուդա գնալուց, բայց բոլորովին չնեղվեցինք, էլի շատ լավ անցավ։ Նկարում եմ։ Նկարում եմ։ Ուրեմն մարդիկ այսպիսի հետաքրքիր խաղ են հորինել, յուրաքանչյուր նավում տարբեր տիպի սենց փոքրիկ բադիկներ, ավելի փոքր, գործած, տարբեր ձևի, տարբեր չափերի, սենց անվանական կամ ոչ անվանական ձևերով, public հասարակական ինչ-որ վայրերում պահում են այս դակերը, բադիկները, ու բոլորը գտնում են, պարտադիր չէ միայն երեխաները, մեծերը գտնում են, ուրախանում են, նորից պահում են, որ ուրիշները գտնեն, կամ վերցնում են իրենց հետ հուշ։ Այս փոքրիկ հաններ մենք գտանք, նույնիսկ ստեղ անունը կա, ես գրուպայում նկարեցի, այդ մեր նավի գրուպայում պոստ կանեմ, որով որ դրել է, տեսնի, որ իրա բատիկը մենք ենք դտել, այդպես անում են։ Մեկն էլ սենց տեսեք, իրանց դրան առաջ ինչ հետաքրքիր բաներ են դնում։ Մեկը anniversary անում, նշել է։ Զարդարում են, ամեն մեկը ինչ-որ ձևով իրենց դրան մոտ։ Այս մարդու դռնով, էսի է շատ լավ դա զարդարումն է։ Սենց հենց դուրս եմ գալիս միջանցքից, գտնում եմ այս դուռը, տեսնում եմ, ասում եմ, օքեյ, ուրեմն ճիշտ ենք եկել։ Այս մյուսները Valentine Day-ն է այսա մոտենում, արդեն զարդարել են Valentine Day-ի մոտիվներով։ Ես չգիտեմ, Family Cruise են գնում։ Այսա։ Այս մեկը սենց իրա ծածկաթորով։ Այս էլ հետաքրքիր, ուրեմն ամբողջ հավայան ծաղիկներով է զարդարել։ Ով ինչ ֆանտազիա ունի, արել է։ Սա նայեք ինչ սիրուն է։ Քանի որ ասեցի, ասեմ, որ իմ դուխիները սրանք են։ Հիմա ես էս եմ օգտագործում։ Չգիտեմ ծանոթ է այս թե չէ։ Ջամալոն է։ Մեկ էլ այս էլ շուտվանությունն է, ես էլ Gucci ես ճանապարհորդականն է, որ նույնիկ չհոգնեմ, մեկ-մեկ ես նույն հոտելից հոգնում եմ։ Այս եմ օգտագործում, թեթև, շատ չէ։ Այսինքն նույն գույնի շորերով ամերիկացիները նայեք, բոլոր ամբողջ ընտանիքն ավտոկան։ Քանի շատ մարդ չկա էլի, նկարեմ, ինչ ասեմ, որովհետև մարդիկ շատ անում են, բայց այս երաժշտությունը կարող է կտրեն, այս է մեր սեղանը այսօր, քանի որ այսօր էլեգանտ օր է, այսենց հինդուֆիլիստիկներ են լիքը սեղանների վրա դրած նայեք, յուրաքանչյուրի սեղանի վրա ինչ-որ հետաքրքիր մի բան է, այս մեկ սեղանի վրա սենց է, այս մեկ սեղանի վրա սենց է, այսօր ես փորձել եմ մի քիչ տարբեր
Շոր հաղթում եմ։ evening. Hello. It's a big live. Thank you. Այլևոր ջուր եմ խմել։ Գինի եմ կուզում պապիրենք, տեսնենք կլինի, թե չէ։ Մեր ուզածը կլինի։ Այսօր էլեգանտ օր է։ Պետք է փորձել ինչ-որ ձևով տարբերել մեր հատկությունները մյուս օրերից։ Մենք է փորձեցինք։ Ուտելիքը փոխված է, մի քիչ ավելի ֆենսի բաներ են այսօր։ Այդ թվում նաև լոբստերի պոչ են տալիս։ Այս 7-ից ավել կրուիզներում 2 անգամ լոբստերի պոչ են տալիս, որը համարվում է ամենահետաքրքիր կերակուրներից մեկը։ Չէ՞։ Ու բոլորը այդ օրը դա են վերցնում։ Մնացած օրերն է կարելի է վերցնել, բայց դրանք վճարով են, իսկ հիմա անվճարի մեջ է մտած։ Աու։ Like by the bottle or by the glass? Glass, I have free drink. So 5 minutes later, another one. You know that, right? What wine would you like? Sweet, what sweet? The one, Do you have Moscato, Stella Rose? Do you have Stella Rose? Stella Rose. One glass, but 5 minutes later, another one. Okay, just let me know. Yeah, that's what they want. Everybody, order. Here's some kind of order tonight. Okay, thank you. It's my favorite. Okay, thank you. And we are ready to order also. Crispy calamari Calamari. and cream of mushroom soup and boiled lobster tail Okay. and fresh fruit. Could you give me spinach salad, please? Okay, spinach salad. Okay. Broiled lobster tail. Yeah. What interested you? Fruit? Fruit, cheese. Cheese, please. Cheese plate. Thank you. Yeah. Chicken masmar salsa, Դե, մենք ունենք ուրեմն անվճար տրինք, բայց մի հատ պետք, նու 16 օրվա մեջ կարանք վերցնենք։ Իրավ, ասեմ, ուրեմն մեծ տրինք կատակամիկում, մենք ուրեմն անվճար խմիչք ունենք, օրական 15 հատ, բայց այդ անվճար խմիչքը մենք չենք կարա 2 հատ միասին վերցնել։ Պետք է մեկը վերցնենք, 5 րոպե հետո նոր մյուսը։ Ձևը այդպես է։ Դե համար մի հատ որցի երկուսով միասին խմենք։ Մի հատ վերցրեցինք, այս վեյթրին բացատրեցինք, որ ախպեր ջան 5 րոպե հետո էլ մի հատ էլ բեր։ Տենց է, կամպյուտերի մեջ պետք է 5 րոպե անցնի, որ նոր մեր երկրորդ խմիչքը բերի։ Ամեն 5 րոպե մեկ կարանք վերցնենք։ Չենք կարա մի անգամից 15-ը վերցնենք, մի անգամից 2-ը վերցնենք։ Տենց է մեր ձևը անվճարի, վճարովի խնդրեմ, ինձ ուզում ես արա, 15-ն է մի անգամից վերցնել։ Իմ գինին եկավ, հասավ, ես սիրում եմ այս գինին, Stella, Stella Rosa չէ։ Ամեն օր սա եմ վերցնելու, ամեն օր, գժվելու գինի է։ Այսիմ սալատ եկավ, blue cheese, խարախորը, այդ բոլորը համով բաներ են, իմ գինիս։ Calamari. Այսեք հո կալամարին է։ Վաչի։ Մեր սալատ եկավ, մեր գինին եկավ։ Hello. Hello. Hi. Mushroom soup, sir? Yeah, thank you. Welcome, enjoy. Այս բոլորը ուզում են մեր կադրի մեջ մտնել, չեն թողնում, որ մի հատ նկարնենք, մի հատ նորից, okay, շարունակում եմ ընկերներ։ Այսօր մեր երրորդ օրն է, այս մի բաժակը, որ խմեմ օրերի քանակը հաստատ կկորցնեմ, բայց իմ սիրած գինին է,
Ես ամեն օր սա եմ վերցնելու ասեն, վերջ։ Սալատս եկավ, այմա սպասում ենք մյուս օրդերները կա, ինչ է սալատը կուտեք էլի։ Դերա։ Մեր լապստերը եկավ։ Ես երաշտությունը ուղղակի թողնի նկարեմ էլի հանգիստ, ես երաշտությունը հանգարելու է, նայեք ինչ լավ սրա, ու լավա որ նայի իրանք բացել էին, Royal Caribbean-ում չէին բացել, ստիպված տանջվեցինք մինչև հանեցինք իրան։ Կենացներըտ, մեր լապստերը եկավ հեսա, ոչը լավա հարանացրել են արդեն, մեզ դժվարություն չի ուտելը, ոչի մասն ես ուտում, հետո մի քիչ կարտոֆելի պյուրե են դրել, հեսա, բրոկոլի, հերիքա, մեծների հերիքա, այս կանը, սենց կնել, ես դրանց յուղն եմ սիրում, որ յուղի մեջ ես թատախում, նենց համով արինում, այդ համով ան, իսկ մա երկու անգամ կտան լապստերի պոչ, Սովորաբար 7-ից ավելի օրերի ժամանակ երկու անգամ դիների ունենում են։ Այլեր հետո ուրիշ բան է վերցնել, բայց եթե սովածանով գնանք բուֆետ։ Հաղպելու եմ էսա։ Մենք քաղցրավենիք չուզեցինք այս անգամ, ես չիս ուզեցի տեսականի, դու էլ fresh մրգեր են էլի, մրգերի տեսակները, լավ այս քաղցրել չեմ ուզում, բուֆետ կգնանք, եթե հարմար բարենի կուզենաս կվերցնես։ Last night, actually let's put like this, tonight he's gonna become Neil Diamond, yeah? So you know what he's gonna sing, so please, we are hoping that you're gonna sing along with us. Caio, all yours. Well, thank you. Good evening. Maestro Musica. I can begin to know it, but then I know it's growing strong. Was in the spring, and spring became the summer. Who doesn't need to come along? Hey, put on here. Wash your hands. Reach it out. Touching me, touching you. Here it comes. Sweet Caroline. The times never seem so good. Are you really glad? Երեկոյան նկարեմ բուֆետը, ստեղ ինչ են ուտում, որտեղ միշտ գնում ենք ռեստորան, հետո էլ չեմ նկարում։ Ստեղ ինչ ես տան, կարող են, էսա կնայենք։ Ինչ, օ, սալման կա այսօր, իսկականից իմ սիրած բանն է, ես էլ եմ ուզում։ Նկարեմ, տեսնեմ ինչ ունեն երեկոյան, այս կանա, միսա, ինչ ա, հեմա, միսա։ Just quickly, yeah. It looks like fried asparagus from this end. What is it? Batter fries. Onion, pepper, okay.
showing. Now, fun fact, if you did join us towards the end, we have another showing coming up at 9. Doors will open at 8:30. So if you do want to come back, please feel free to do so. Whatever you do, come on, make some noise for the cast one more time, and we'll see y'all around.